հպարտության դեմ խոնարհություն։ Եթե հպարտության էությունը ուզենանք ճանաչել, ուզենանք հասկանալ, պետք է գնամ արարչության սկիզբ, պետք է գնանք արարչության սկիզբ։ Հպարտություն նշանակում է հրեշտակած պարտություն։ Հպարտության առանձնահատկությունն ինչ է։ Սատանան ուզեց մի անգամից բարձրանալ։ Ինչ ասեց, ես բարձրանամ իմ գահ Աստծո գահին, հավասար դարձնեմ մյուս հրեշտակներին, թող ինձ երկրպագեն, ինչպես Աստծուն են երկրպագում։ Բայց իրականում Աստված հրեշտակներին այլևս բարձրանալու հնարավորություն չէր տվել։ Հրեշտակները բոլորը ինչպես ստեղծեցին, նույն կարգի մեջ, նույն վարձքով պետք է ապրեն միշտ։ Երբեք չեն կարող բարձրանալ, եթե աթոռք ես, ուրեմն աթոռք ես, եթե սրոբե ես, ուրեմն սրոբե ես, եթե քերոբե ես, եթե այսպես բոլոր 9 դաս հրեշտակները, որևէ մի հրեշտակ իր դասից բարձրանալ ավելին լինել չէր կարող։ Դե հրեշտակներին ոչ մի նյութական մարմնավոր բան պետք չէր, ավելին փառքն էր։ Փառքը կուրացրեց հրեշտակներին, իրանք հպարտացան, գայթակղվեցին, Աստված ոչ մի գայթակղեցուցիչ բան չի ստեղծել։ Արարչության մեջ ամեն ինչ գեղեցիկ է, ոչ մի գայթակղություն չկա, շեղում չկա, այ սատանայից սկսեց շեղումը, այդ փառքի ձգտումը։ Մարդուն ուրիշ կերպ Աստված ստեղծեց, մարդը կարող էր աճել, դրախտում դրեց, դրախտից պետք է գնար երկինք, հավիտենական կյանքը ժառանգել, բայց ցավոք սրտին գավ երկիր, խոնարհվեց, շատ խոնարհվեց, մարդը պետք է բարձրանար, բայց ընկավ, խոնարհվեց։ Դրա համար մեր Տերն ասում է, որ իր անձը խոնարհեցնի կբարձրանա։ Այսինքն Ադամի անկումից հետո մարդու բարձրացման ճանապարհը խոնարհությունն է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մենք պետք է խոնարհվենք, որ բարձրանանք։ Հիմա այդ խոնարհվելու ճանապարհը ինչպիսի ճանապարհ է։ Արտաքին է թե ներքին է։ Իրականում ներքին է, խոնարհությունը, խոնարհամտությունը, մենք ներքուց պետք է խոնարհամիտ լինենք։ Խոնարհամիտ չնշանակում իրեն մեղավոր զգալ, մեղավոր ճանաչել, այդ մեղքերի համար ապաշխարել սաճալ։ Եվ այդ ներքին խոնարհամտությունը ապահովում է արտաքին խոնարհությունը։ Այսինքն, երբ որ մարդը խոնարհամիտ է, մտքով է, սրտով է խոնարհ Աստծո առջև, նաև խոսքով է խոնարհ, նաև գործով է խոնարհ, նաև մարդկանց հանդեպ է խոնարհ, բայց երբ որ մարդը խոնարհ մարդը բոլորին ձգում է դեպի իրեն, հպարտ մարդը բոլորին վանում է, չգիտեմ, հպարտ մարդու երգեցողությունը, հպարտ մարդու խոսքը, զրույցը միանգամից վանողական բան ասես, չես կարող լսել։ Խոնարհությունը շատ գեղեցիկ է։ Խոնարհ մարդը երբեք իրեն առաջ չի տանում, երբեք չի կամքը իր պարտադրում մարդկանց։ Սպասում է վերջինն է խոսում։ Եթե հերթ կտան կխոսա, եթե չեն տա չի խոսա։ Այսինքն այս կարևոր է ներքին խոնարհամտությունը։ Եվ այդ ներքին մեր խոնարհամտությունը, այսինքն մենք միշտ մեզ ոչինչ պետք է համարենք։ Սա ինքնախարազանում չի, սա ինքնադատապետում չի, սա տանջանք չի։ Երբեմն մենք այդ խոնարհամտությունը տանջանք ենք պատկերացնում։ Չէ, ես վատն եմ, ես վատն եմ, ես պետք է անընդհատ տանջում, չէ, հայ ես վատն եմ։ Բայց ինչ որ կա Աստծուն է, փառք Աստծո։ Տեսեք ինչ գեղեցիկ խոնարհամտություն կա, որը ինքնատանջանք չի, ինքնախարազանում չի, մազոխիզմ չի։ Խոնարհամտություն երբեք մարդիկ մտածում են դա մազոխիզմ է, չէ, սխալ, ուրեմն մենք սխալ ենք հասկանում խոնարհամտությունը, չէ։ Սա ներքին պահանջ է խոնարհամտությունը, ներքին ցանկությունը։ Դու ուզում ես խոնարհ լինել, որտեղ հպարտություն շատ ես տուժել։ Երբ որ դու սիրես խոնարհությունը, չես հպարտանում։ Բայց երբ որ դու ընկնես մազոխիզմի հետև, տանջանքով, քեզ ստիպելով խոնարհեցնես, այդ խոնարհամտություն չի։
Հպարտության դեմ խոնարհություն։ Գիտես ինչու ենք մենք սիրում խոնարհությունը, ինչու ենք խոնարհամտությունը սիրում, երբ որ դու խոնարհ ես, խաղաղ ես, եւ դու խոնարհ ես, ապահով ես, եւ դու խոնարհ ես, գետնի վրա ես, երբ որ դու հպարտ ես, երկնքում քայլում ես, լարա խաղաց ես, ընկնելու վտանգը հավուր շատ է, այս գետնի վրա ելուր ընկնես, ընկած ես։ Դավիթն ինչ էր ասում, ես որդի եմ եւ ոչ թե մարդ։ Աբրահամն ինչ էր ասում, ես հող եմ ու մոխիր։ Հողն ու մոխիրը էլ կարող է փոշիանալ, չէ։ Էլ հող ու մոխիրը էլ ու փոշիանա։ Որդը կարող է վտանգվել, չէ։ Որդը հողի մեջ է։ Ճիշտ այդպես է մեր խոնարհամտությունը, մեր ապահովությունն է։ Մեր սերն է։ Մենք պետք է սիրենք խոնարհությունը։ Այդ խոնարհությունը հեչ կապ չունի, դու առաքինություն ունես, չունես, դու լավն ես, թե վատն ես, մարդու համար այդ հարցը փակված է, ինքը չի սիրում լավը լինել, չուզում վատը լինել, չուզում վերջը։ Այդ խոնարհությունը մեզ առաջնորդում է օրինակ պահքի, ծոմի, ոչ թե մենք ծոմ ու պահք ենք պահում, որ հպարտանանք կամ հպարտանանք, չէ։ Հոգևոր եւ մարմնավոր հավասարակշռության համար է ծոմը, որտեղ ժամանակ առ ժամանակ թե մեր օրգանիզմը եւ թե մեր հոգին ավելորդից ազատագրվելու կարիք ունի, ավելորդ մտքերից, ավելորդ խոսքերից, ավելորդ գործերից, ավելորդ կերակուրից մաքրվելու կարիք ունենք մենք։ Եվ դրանով ինչ ենք հպարտանում, ինչի վրա ենք հպարտանում։ Ինչ որ պետք էր արեցինք։ Մեր Տերը Ավետարանում ինչ ասում է, երբ որ ամեն ինչ կատարեք, ասեք, մենք անպիտան ծառայներ ենք, ինչ որ անհրաժեշտ էր անելու արեցինք, վերջ։ Սա է մեր պատասխանը, ինքներս մեզ։ Ուրեմն սիրենք այդ խոնարհությունը, որտեղ շատ լավ բան է խոնարհությունը, խաղաղություն։ Մի այդպիսի պատմություն կա, չէ, երկու չարաճճի երեխա են լինում, մեկը շատ կռվարարալի, մեկն էլ միշտ հաշտալին, երբեք չի վեճում։ Այս կռվարարային խելոք երեխային ասում, արի գնանք խաղանք։ Ասում է, գնանք խաղանք։ Ասում է, հիմա բարձացի ծառը, բարձանում է ծառը։ Ասում է, ինչի ծառից, իջնում է ծառից։ Ասում է, հիմա ինձ ասա, որ ես բարձանամ ծառը։ Ասում է, բարձացի, բարձանում է ծառը, ասում է, դե հիմա ասա, որ իջնեմ ծառից։ Ասում է, ինչի։ Ասում է, չեմ իջնում, ասում է, չես իջնում մնացա։ Ամեն։